Տիկին Թովմասյան, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, դուք կարծում եք, որ պատգամավորը պարտավոր է պատասխանել լրագրողի հարցերին։ Դա նրա պարտականությունն է, թե իրավունքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովի պատգամավորը, որը որ առաջնային մանդատով օժտված պաշտոնյա է, հանրային թափանցիկության ամենաբարձր մակարդակում աշխատող ազգային ժողովի աշխատակից, այսինքն ընտրված պատգամավոր, առաջին հերթին հաշվետու քաղաքացիներին, ինքը պարտավոր է ցանկացած լրագրողի ցանկացած հարցին պատասխանել։ Ես գիտեմ, որ ձեր մոտ դա պարտավորություն չի, դուք թողել եք իրավունքի վրա, որ այսպես կուզի կպատասխանի, կուզի ոչ։ Ես համարում եմ պարտավորություն, այդ թվում եւ պատասխանում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ փոխկապակցված կայքի հարցերին, երբ ունեցել են այդ հարցերը։ Դուք հարցում եք իմ կարծիքը, ասում եմ այո, պարտավոր է իմ կարծիքով։ Ցանկացած լրագրող, ցանկացած պատգամավոր իրավունք ունի հարցադրումներ անել եւ լրագրողի հարցադրումներին պատգամավորը պարտավոր է պատասխանել։ Սա իմ անխախտ կարծիքն է։ Իհարկե շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ դա իմ դիրքորոշումը չի, եթե դուք ասելով հենց ինձ նկատի ունեիք եւ նաև հավաքական դիրքորոշումը չի, այլ եթե ես չեմ սխալվում, ամբողջ աշխարհում է այդպես համարվում, որ քաղաքական գործչի իրավունքն է լրագրողի միջոցով հաղորդակցվել հանրության մեջ, բայց դա նրա պարտականությունը չէ եւ նաեւ եթե դուք մասնակցեիք էթիկայի հանձնաժողովի մշտական հանձնաժողովի ստեղծման հետ կապված իրավական ակտերի մշակման եւ քննարկումներին, որոնք մենք այդ շրջանակներում ունենում ենք, նաեւ մեր քննարկումների շրջանակներում դա էլ ենք քննարկել եւ եթե դուք մասնակցեիք, իհարկե հնարավորություն կունենայիք այնտեղ ձեր դիրքորոշումը հայտնելու, բայց մասնակիցների հետ որքանով որ ինձ մոտ է տպավորություն ստեղծվել, ունեցել ենք համաձայնություն առ այն, որ դա պարտականություն լինել չի կարող, ինչևէ նաեւ ես նկատել եմ, որ ձեր խմբակցության ղեկավարը, որին ես շատ հարգում եմ, նույնպես երբեմն չի պատասխանում, կամ գուցե միշտ, չեմ պնդի, որ միշտ, բայց առնվազն երբեմն չի պատասխանում որոշ լրագրողների հարցերի կամ կոնկրետ մեկ լրագրողի կամ մեկ լրատվամիջոց ներկայացնող լրագրողների հարցերի, ինչին ես շատ նորմալ եմ վերաբերում։ Ինչևէ, անդրադառնալով նորից իմ հարցին ձեր պատասխանին, ասելով, որ դա պարտականություն է։ Արդյոք նաև միաժամանակ դուք կարծում եք, որ այդ պարտականությունը ձեր խոսքերով ասած չկատարելը, այսինքն լրագրողի հարցին պատասխանել հրաժարվելը լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտել է, որովհետև ես ուզում եմ ես տեսական քննարկման մեջ եմ խնդրում ես մի վարդ ներողություն ժուրական Տիկին Թովմասյան տեսեք ամենայն հարգանքով էլի տեսեք մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք խնդրեցինք հիմա ես որ օրինակ դիցուկ որոշում կայացնեմ լրագրողներին խնդրեմ դուրս սպասել սա կդիտեք որպես սահմանափակում չէ չի կա բայց պետք է նաև այս փոխադարձ հարգանքը պետք է լինի խնդրեմ Տիկին ժուրական կներեք շարունակեք Իմ հարցերը վերաբերում են Տիկին Թովմասյանի բերած հիմնավորումներին, ես ուզում եմ ինձ համար հասկանալ, թե այդ հիմնավորումները որքանով են հիմնավոր, ինձ համար, նորից եմ կրկնում։ Հիմա նորից վերադառնանք հարցիս։ Լրագրողին պատասխանելու ըստ ձեզ պարտականությունը խախտելը։ Արդյոք դուք համարում եք լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտել Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դա քրեորեն պատժելի արարք է, այսինքն ոչ թե էթիկայի նորմերի խախտում է, ոչ թե ոնց ասեմ քաղաքավարության նորմերի խախտում է, այլ կոնկրետ քրեորեն պատժելի արարք։ Հիմա հարցը շատ կոնկրետ է։ Արդյոք չպատասխանելը լրագրողին, դա լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտել է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես սկսեմ այն քննարկումներից, որին դուք մասնակցել եք, ես չեմ մասնակցել, հուսամ ապագայում կմասնակցեմ։ Ես ներողություն խնդրում, ստեպ կներեք, ես ներողություն խնդրում, սա մասին պետք է ասեմ։ Հարգելի գործընկերներ, ուրեմն Զախկաձորում տեղի ունեցել երրորդյա համարյա 2.5 օր աշխատանքային քննարկում
էթիկայի հանձնաժողով, մշտական գործող էթիկայի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։ Հրավերը ուղարկվել է բոլոր խմբակցություններին։ Ես այս Հայաստանում չեմ, մյուս անգամ կգամ։ Դներեք էլի Գիտեմ, որ Պարոն Մամիջանյանը ինձ ասաց, որ մենք չենք մասնակցի, այսինքն հրավեր եղել է, բայց եթե հետագայում անկություն կա մասնակցելու խմբակցության անունից, միայն գովելի է եւ ցանկալի է, որպեսզի դուք մասնակցեք, տեսնենք ընդհանուր դիրքորոշում։ Խնդրեմ, պարոն Թոմասյան։ Տիկին Թոմասյան 1980-ից։ Ոչ, առաջ դեպք խոսում։ Պարտադիր չի ֆրակցիա։ Պատգամավոր է։ Աբես ֆրակցիաներն են ուղարկել, պարոն Հասյան։ Շատ բարի։ Այդ խնդիր չի, հաջորդներին կմասնակցենք, այդ խնդիր չի, ես կգամ մյուս անգամները, բայց հիմա թե դուք ապառնի եղանակով ինչի մասին եք քննարկել, տեսականորեն կարող ենք ամեն ինչի մասին խոսել։ Դուք ինձնից հարցրեցիք ձեր կով, դուք կարծում եք պարտավոր է պատասխանել, ես ասեցի, այո, իմ կարծիքով պարտավոր է պատասխանել։ Հիմա թե աշխարհում ոնց է մտածում, ոչ մեկ էս երկրում կամ այս մոլորակի վրա չի կարող պարտադրի ես իմ կարծիքը փոխեմ։ Ես իմ կարծիքի տերն եմ։ Հիմա երկրորդը ազգային ժողովի գործող օրենքի համաձայն ազգային ժողովի падգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ 8-րդ կետերը նորից եմ կարդում Անդրանիկ Քոչյանի վարքը մի հատ հիշեք այդ նախադասությունը արդյոք այդ վարքով ինքը հարգել է հանրության բարոյական նորմերը ձևակերպումը այսպեսին է մեր օրենքի մեջ Չէ, հիմնավորումը դրա մասին է։ Իմ հիմնավորումը դրա մասին է։ Ինքը չի հարգել հանրության բարոյական նորմերը եւ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերել։ Շարունակում եմ։ Չի հարգալից վերաբերմունք չի ցուցաբերել լրագրողի նկատմամբ իր գործունեությունը իրականացնելիս, падգամավորը իր գործունեությունը իրականացնելիս, ոչ թե լրագրողը։ Հիմա լրագրողի մասնագիտական գործունեությունը արդյոք խոչընդոտվում է, որ պաշտոնյան չի պատասխանում իր հարցին, ես չեմ կարծում, որ դրանից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է, բայց նույնիսկ չպատասխանը պիտի լինի քաղաքակիր, թող ասի, չեմ պատասխանում, ոչ թե դուրը շրխկացնի, հայհոյի, շպրտի, չգիտեմ ինչ անի։ Այս դրա մասին է խոսքը։ Լրագրողի մասնագիտական գործունեությունը պետք է հարգել, որովհետև այս լրագրողները մեր հայելին են։ Այն ինչ որ կա իրականության մեջ, այս մարդիկ ընդհանրապես ցույց են տալիս։ Եվ լրագրողների այդ անընդհատ այդ կռիվը, անընդհատ այդ ագրեսիան ոչ մի լավ տեղ մեզ չի տանելու։ Հիմա Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, որ ասում է Ռիփսիմե Ջեբեջան, մի կանգնի իմ կողք ասում եմ, գնային կողմ, դու լրագրող չես։ Սա ի՞նչ է։ Սա վարքագծի խախտում չի։ Սա նորմալ է համար։ Ու այսքանից հետո դուք պետք է ասեք, բա որ ասում եք ոչ, դե կողմ քվեարկեք, մենք եզրակացություն կազմենք էթիկայի հանձնաժողովում։ Կողմ քվեարկեք, ձևակերպենք, մենք խախտումը արձանագրենք եւ այդ падգամավորին ասենք, որ չի կարելի։ Ժողովուրդ ջան, չի կարելի ուղակի սա։ Այս սա վարքագիծ չի։